Քննարկում ենք հարց համար 19, զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին հարցը, զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան, համեցեք պարոն Պապոյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ռազմավարական ծրագրի մշակման անհրաժեշտությունը բխում է ըստ էության այն խնդիրների համալիր լուծում տալու անհրաժեշտությունից, որոնք այսօր կան, եւ նրա նպատակն է ի վերջո Հայաստանի Հանրապետությունում ներկա փուլում մեր զբոսաշրջային ամբողջ ենթակառուցվածքներ եւ զբոսաշրջության մակարդակը մեկ այլ ուրեմն մակարդակի բարձրացնելու մասին է խոսքը գնում այստեղ եւ սա հնարավորություն է մեզ տալու ի վերջո 5 տարի հետո ունենալ ավելի շատ զբոսաշրջիկներ եւ թվային առումով ավելի շատ ծախսող զբոսաշրջիկներ, ավելի լայն եւ դիվերսիֆիկացված շուկա եւ իհարկե դրա համար անհրաժեշտ է որպեսզի Հայաստանի Հանրապետությունը իհարկե հետազոտությունների հիման վրա մենք դիրքավորենք որպես զբոսաշրջային խաչմերուկ, որովհետեւ մենք տեսնում ենք դրա հնարավորությունը որպես գրավիչ, որակյալ, անվտանգ, խաղաղ, մրցունակ, գողտրիկ զբոսաշրջային ուղղություն առաջարկելով ամբողջական փորձառություններ, որոնք հիմնված են ինքնատիպ մշակույթի, մեր բնության, ինչպես նաև իհարկե մեր մշակույթի եւ իհարկե նաև համաչափ տնտեսական զարգացումն ապահովենք, ինչի մասին պարոն վարչապետ դուք նախորդ հարցի քննարկման ժամանակ եւս նշեցիք։ Ռազմավարական ծրագրով նախատեսված զարգացման 3 հիմնական տեսակներն են, դրանք մշակութայինը, գաստրոն, մասնավորապես խոհանոցը, գինին եւ հայկական բրենդին եւ արկածային է, ներառյալ ձմեռայինը, բայց նաեւ Հայաստանը ունի շատ լուրջ հնարավորություններ եւ դրա մասին եւ ռազմավարական ծրագրում է նշված եւ նաեւ համապատասխան աշխատանքներ իրականացնում ենք ագրո զբոսաշրջության, մայս զբոսաշրջություն, մայսը դա մեծ միջոցառումներ անցկացնելու այդ զբոսաշրջային ուղղության ձևն է, բժշկական եւ առողջարանային զբոսաշրջության եւ իհարկե կրոնական զբոսաշրջության։ Պարոն վարչապետ, դուք նախորդիվ նշեցիք, որ բոլոր հարցերը տնտեսության հետ կապ ունեն, ես հիմա հակառակ ուղղությամբ գնամ, նույն կերպ մեր ծրագրում եք նշել, որ բոլոր հարցերը կապ ունեն մյուս ոլորտների հետ, այսինքն եթե չկա անվտանգություն, ներքին կամ արտաքին, բնականաբար չկա զբոսաշրջություն, եթե չկա պատշաճ որակի առողջապահություն, չկա առողջապահական զբոսաշրջություն եւ այսպես շարունակ, այսինքն այստեղ նաեւ նույն տրամաբանությունը հակառակ կերպել են կիրառել եւ ամբողջ ծրագրի միայն մի մասն է, այսպես ասած, կատարում էկոնոմիկայի նախարարությունը, զբոսաշրջության կոմիտեն, շատ ուղղություններ, նաեւ գործընկեր նախարարություններ այստեղ պետք է իրականացնեն, որովհետև համատեղ աշխատանքի շատ լայն տեղ կա եւ ռազմավարական ծրագիրը սահմանել նաև 4 հիմնական նպատակներ, դրանք առաջին տնտեսական ուղղությունն է, որը ենթադրում է օգտագործել զբոսաշրջության տնտեսական ներուժն ամբողջությամբ, զբոսաշրջության բնակավարում բարեփոխումների միջոցով նպաստել տնտեսական առաջընթացին, աջակցելով առավել մեծ թվով անձանց ու համայնքների օգուտ քաղելու ոլորտի զարգացմանը, այստեղ նաև էլի անդրադարձել ենք, դուք նշեցիք նույնականացնենք մեր համայնքները, թե ինչի վրա իրենք կարող են կենտրոնանալ, նաև դրա վրա, որովհետև մենք շատ բազմազան է Հայաստանը եւ ընդամենը շատ կարճ կիլոմետրերի վրա մեկ համայնքը կարող է կենտրոնանալ մի ուղղության վրա, հարևան համայնքը բոլորովին այլ ուղղության, որովհետև մյուսը ընդհանրապես ուղղակի իր համար հարմար չի եւ դրա վրա նույնպես մեծ ուշադրություն ենք դարձրել եւ նաեւ դա է պատճառը, որ մենք հաստատեցինք զբոսաշրջային մեր կլաստերները նախորդ տարվա ընթացքում զբոսաշրջային գյուղերի մասին որոշումներ ընդունեցինք եւ այսպես շարունակ եւ 7 զբոսաշրջային ուղղության վրա կառավարությունը պլանավորում է հաջորդ 5 տարվա ընթացքում շատ մեծ ֆինանսական ներդրումներ իրականացնել Արենին օրինակ դիրքավորել որպես գինու կլաստեր, Եղեգիսը որպես ագրո տուրիզմի կլաստեր, Դիլիջանը որպես ուրեմն այսպես ասած հանգստի գոտի ջերմուկը առողջարանային, Գյումրին, Գորիսը, Դվինը եւ այլն։ Դվինը օրինակ պատմամշակութային եւ այսպես շարունակ։ Երկրորդ ուղղությունը դա միջազգային գրավչության ուղղությունն է եւ մեր նպատակն է բարձրացնել Հայաստանի որպես գրավիչ զբոսաշրջային երկրի իմիջը համաշխարհային շուկայում, Հայաստանը եւ հայկական զբոսաշրջային արդյունքը դարձնել ճանաչելի իր հյուրընկալությամբ, հյուրասիրությամբ, անվտանգությամբ, վստահությամբ եւ այստեղ ահագին աշխատանք ունենք անելու, որովհետեւ ցավոք եւ
բարեբախտաբար եւ ցավոք սրտի, բարեբախտաբար իմաստով որ շատ մեծ պոտենցիալ կա այստեղ զարգանալու, ցավոք սրտի որ ոչ բոլորը գիտեն մեր հնարավորությունների մասին եւ բնականաբար այստեղ արտաքին շուկաներում մարքեթինգային ակտիվ աշխատանք իրականացնելու, ստեղծագործ աշխատանք իրականացնելու մեծ հնարավորություն եւ ուղղություններ ենք տեսնում։ Երրորդը որակի ապահովումն է, շատ կարեւոր։ Ռազմավարական ծրագրի նպատակն է բարելավել զբոսաշրջային ծառայությունները եւ բարելաված ու բարձրորակ զբոսաշրջային առաջարկների շնորհիվ Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր ներկայացնել, դարձնել առավել գրավիչ, հյուրընկալ, մրցունակ եւ պետք է բնականաբար շարունակաբար առաջարկել հնարավորինս տարբերվող բացառիկ փորձառություններ, որոնք կմնան հյուրերի հիշողության մեջ, որոնք ոչ միայն կցանկանան վերադառնալ, այլ նաեւ կպատմեն Հայաստանի մասին եւ դա իր հերթին կբերի նոր զբոսաշրջային ուղղություններ։ Սոցիալական ուղղությունը իհարկե զբոսաշրջության բնագավառում նույնպես շատ կարևոր է եւ նպատակն է ձևավորել հաստատուն զբոսաշրջության ոլորտ, ապահովել ծառայությունների բարձր մակարդակ, աշխատուժի վրա կենտրոնանալ, կրթության վրա, խթանել զբոսաշրջային մասնագիտությունները, ամրապնդել ապագա ռիսկերի դիմադրողականությունը, դարձնելով զբոսաշրջության բնագավառը ավելի գրավիչ, մրցունակ, մասնագիտական աճի, աշխատաշուկայում զբաղվածության ապահովման տեսանկյունից։ Ես մի քանի նաեւ թվեր նշեմ, ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքում նախատեսում ենք օրինակ 2030-ին ունենալ առնվազն 3 միլիոն ներգնաց զբոսաշրջային այցելություն, զբոսաշրջությունից ստանալ շուրջ 3.8 միլիարդ դոլարի եկամուտներ, որից մոտ 750 միլիոն դոլարը կարող է գնալ պետական բյուջե, 4.5 միլիոն ներքին զբոսաշրջային այցելություն ունենալ եւ ավելի քան 20,000 լրացուցիչ աշխատատեղ ստեղծել ոլորտի հաշվին։ Մնացածը շատ բան կա ասելու, եթե հարցեր լինեն սիրով։ Շատ լավ, պարոն Պապյան, մենք 2025 թվականի զբոսաշրջության թվերը ամփոփել ենք, ոնց որ ինչ ցուցանիշներ ունենք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, այո, ամփոփել ենք, ներկայացնեմ թվերը։ Այսօր ստացանք նաև դեկտեմբերի արդյունքները եւ նշեմ, որ դեկտեմբերին ունեցել ենք 139933 զբոսաշրջիկ, որը մեր դեկտեմբերների պատմության մեջ լավագույն ցուցանիշ է, այսինքն չի եղել որևէ դեկտեմբեր, որ այսքան բարձր ցուցանիշ ենք ունեցել, առհասարակ, եթե նայենք, ուրեմն այս տարվա մայիսը, հունիսը, հուլիսը, օգոստոսը, հոկտեմբերը, նոյեմբերը եւ դեկտեմբերը, այսինքն 12 ամիսներից 7-ը այս տարվա ցուցանիշներն են երբևէ լավագույնը եղել Հայաստանի պատմության մեջ։ Եվ ամփոփելով նշեմ, որ այս տարի ունեցել ենք 2 միլիոն 263642 զբոսաշրջիկ, ինչը 2.5%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից եւ օրինակ 19.4%-ով ավել է 2019 թվականի ցուցանիշից։ Իսկ պատմական լավագույն տարին ո՞րն է, 22-ը։ Պատմական լավագույն տարին եղել է 23-ը, երբ որ ունեցել ենք 50,000 ավել զբոսաշրջիկ, քան այս տարի, բայց օրինակ, այսպես ասեմ, Ռուսաստանի Դաշնությունից այս տարի ունեցել ենք 216,000 ավելի պակաս զբոսաշրջիկ, քան 2023-ին, բայց քանի որ կարողացել ենք այլ երկրներից 166,000 ավել զբոսաշրջիկ ունենալ, դրա հաշվին նվազումը ընդամենը եղել է 50,000 եւ մեր քաղաքականությունները նրա մասին են լինելու, որ օրինակ Ռուսաստանի Դաշնության մասնաբաժինը, որը 52-3% է եղել, հիմա արդեն 41% է, իհարկե պահպանել Ռուսաստանի թվերը շարունակել ավելացնել, այսինքն բայց նույն կերպ ինչպես կարողացել ենք օրինակ 166,000 ավելացնել այլ երկրների ծավալները շարունակաբար մեծացնել։ Հարգելի գործընկերներ, ես այս առիթով ուզում եմ ձեզ պատմել 2024 թվականի երկրորդ կեսին մարզերում եւ Երևանում իմ այցելությունների արդյունքում ձևավորված լարվածության մասին, որովհետեւ մենք գիտենք, որ տարբեր ծրագրեր ունենք աջակցության եւ երբ որ մարզերում շրջում ենք, անզեն աչքով նկատելի է, որ մարդիկ անդադ ինչ որ շինարարություններ են գնում, ինչ որ բան են կառուցում եւ իմ արձանագրումը այն էր, որ երբ որ ես սկսեցի հետաքրքրվել, տեսա, որ այդ ներդրումների մի շատ էական մասը մարզերում վերաբերվում է զբոսաշրջության ոլորտին։ Եվ երբ որ մենք սա արձանագրեցինք, իրականում շատ մեծ լարվածություն առաջացավ, ինչու՞։ Որովհետև այդ մարդիկ ֆինանսական միջոցներ են ներգրավել, ներդրումներ են անում զբոսաշրջության ոլորտում եւ հարցեր, իսկ արդյոք Հայաստանում լինելու է այնքան զբոսաշրջիկ, որ այդ բոլոր ներդրումային ծրագրերը ինչ որ ձևով արդարացվեն եւ շատ ուրախ եմ արձանագրել, որ տարվա ընթացքում եղան զարգացումներ, որոնք ինչպես տեսակ
իրենք զբոսաշրջային թվերի վրա ունեցան էական ազդեցություն։ Ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հարցի վրա։ Մենք ունեցել ենք երբևէ ռեկորդային տարի՝ մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր։ Ինչ բացատրություն ունի այս ամենը։ Նախ ուզում եմ մի քանի գործոն նշել այս թվերի եւ պոտենցիալի մեծացման առումով զբոսաշրջության ոլորտում։ Առաջինը, մենք այս զարգացումներին կարողանում ենք հասնել այն բանի պատճառով, որ այդ թվում չենք վախենում սխալվել եւ չենք վախենում սխալներից եւ չենք դադարում նաեւ մեր հնարավոր սխալները առավելության վերածել։ Դուք հիշում եք շատ հայտնի եւ սկանդալ հարուցած պատմությունը կապված Snoop Dogg-ի Երևանյան համերգի հետ, որը իհարկե հրավիրվեց որոշակի պայմաններում եւ չեղարկվեց որոշակի պայմաններում եւ բանը հասավ այնտեղ, որ դա ինչ որ մի ժամանակ նույնիսկ մեր հարգարժան ընդդիմության համար հիմնական խոսույթի թեմաներ, թե ինչպես Snoop Dogg-ի համերգ ասելով արդեն կարելի էր հասկանալ մեծ քաղաքական սկանդալ։ Բայց իհարկե հանգամանքները հիշում եք ինչ տեղի ունեցավ, բայց ինչ տեղի ունեցավ արդյունքում։ Մենք հետևականորեն աշխատեցինք այդ թեմայի վրա եւ ըստ էության այս տարվա ամռանը այդ սկսած գործով, սկսած եւ ձախողված գործը ավարտվեց, թերևս սխալված չեմ լինի ասել, երրորդ հանրապետության պատմության մեջ շոու բիզնեսի ոլորտի ամենամեծ կոմերցիոն, առնվազն կոմերցիոն իմաստով ամենամեծ իրադարձությամբ Ջենիֆեր Լոպեսի համերգը Երևանի հանրապետական մարզադաշտում, որը զբոսաշրջային թվերի վրա ունեցավ շատ էական նշանակություն։ Հաջորդը ավիացիոն ոլորտի մեր պրոբլեմները, որը մենք այս ընթացքում ունեցել ենք, բայց նաև այս դեպքում էլ մենք չենք դադարել խնդիրներին առերեսվել, խնդիրների հետևից գնալ, փորձեր անել, այդ թվում սխալվել, այդ թվում ձախողվել, բայց արդյունքում մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ որ Հայաստանի ավիացիոն շուկան գնալով ավելի ու ավելի գրավիչ է դառնում թե տեղական, թե օտարերկրյա ընկերությունների համար, եւ մենք հիմա գործնականում ամեն ամիս լսում ենք հայտարարություններ տարբեր միջազգային ավիաընկերությունների կողմից դեպի Երևան եւ Երևանից թռիչքներ իրականացնելու մասին եւ սա նույնպես շատ էական է։ Հաջորդը, երբ որ ես մտածում եի, թե այնուամենայնիվ էլ ինչ գործոններ կան, որ ազդել են զբոսաշրջության հոսքերի ավելացման վրա, ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ իմիջիալոց զբոսաշրջիկը որոշում կայացնելիս ինքը կես ժամում որոշում չի կայացնում, որոշում կայացնելու համար իրան պետքա որոշակի ժամանակ։ Այդ որոշակի ժամանակը իմ կարծիքով արտահայտվել է նաև հետևյալ կերպ, երբ որ մարտի վերջին Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտելու մասին, արդեն մայիսին զբոսաշրջության թվերի վրա դա արտահայտվեց։ Եվ բնականաբար օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթաժողովը իր հերթին լրացուցիչ խթան դարձավ եւ արդեն օգոստոսից հետո զբոսաշրջային հոսքերի վրա արտահայտվեց եւ ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել եւս մի հանգամանքի վրա, որ էլի այո սխալվելու եւ ձախողումների ճանապարհով մենք հանրային մեծ միջոցառումներ, բարձրորակ միջոցառումներ կազմակերպելու կարողություն ենք ձեռք բերել։ Էդ էլ պարզ բառ չէ, որովհետև այս ընթացքում մենք եղել են դեպքեր, երբ որ փորձել ենք պատշաճ որակի լավ միջոցառումներ կազմակերպել եւ միշտ չի, որ դա ստացվել է, բայց հիմա ես արձանագրում եմ, որ մենք մասշտաբային հանրային միջոցառումներ բարձրորակ կազմակերպելու հնարավորություն ունենք եւ ես համոզված եմ, որ այդ միջոցառումների մասին հոլովակները, ռիլերը, որոնք հիմա շատ լայն տարածում են գտնում, Հայաստանի որպես զբոսաշրջային ուղղություն դերը եւ գրավչությունը էականորեն մեծացնում են եւ սրանք գործոններ են, որոնց մասին մենք անպայման պետք է խոսենք։ Զբոսաշրջության ռազմավարությունը քննարկված է եւ քննարկել ենք աշխատանքային տարբեր ձևաչափերով,
Եվ ես կարծում եմ, որ այո, դա նույնպես ուղենշանին մի փաստաթուղթ է, որով մենք պետք է առաջնորդենք եւ իհարկե այդ փաստաթուղթը փոխկապակցված է մնացած մեր ուղղությունների հետ, որի մասին մենք խոսեցինք։ Եթե զբոսաշրջության կոմիտեի նախագահը որ բան ունի ավելացնելու, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, մեկ տարվա աշխատանքի արդյունքում միջազգային գործընկերների հետ, միջազգային խորհրդատուների եւ տեղի մասնագետների հետ ձեր ուշադրությանը ներկայացրեցինք հաջորդող 5 տարիների ռազմավարությունը։ Շատ ճիշտ նկատեցիք, զբոսաշրջիկը որոշում է կայացնում հատուկ մի քանի աստիճանական, այսպես քայլեր անելուց հետո եւ այդ քայլերի ուղղությամբ մենք հետեւողական աշխատանք տարանք նախորդող 2 տարիների ընթացքում եւ հաջորդող 5 տարիների ընթացքում ներդնելով ենթակառուցվածքների զարգացման Հայաստանը որպես գրավիչ եւ մատչելի ավիացիոն ուղղություն եւ ինչպես նաեւ անվտանգ եւ գողտրիկ ուղղություն դիրքավորելով կկարողանանք հասնել մեր դրված առնվազն 3 միլիոն զբոսաշրջիկ թիրախային թվին։ Շնորհակալություն եմ հայտնում ռազմավարական փաստաթղթի քննարկման ժամանակ ձեր ներկայացրած առաջարկների հիման վրա, շնորհակալություն փոխվարչապետերին նրանց գրասենյակների կողմից առաջարկած առաջարկներին, որոնք ներառվել են ռազմավարական փաստաթղթում եւ ինչպես նշեց նախարար Պապոյանը, այս փաստաթուղթը առնչվում է գրեթե բոլոր գործընկեր նախարարություններին եւ ակնկալում ենք ակտիվ համագործակցություն հաջորդող 5 տարիների ընթացքում։ Շնորհակալություն։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Պարոն նախարարը նշեց հիմնականում ներգնա զբոսաշրջության թվերի մասին, ես ուզում եմ մեկ ուրիշ կարևոր հարցի մասին խոսել, որը ներքին զբոսաշրջության պոտենցիալն է, եւ պարզ է, որ մենք առավել հստակ վիճակագրություն ունենք ներգնա զբոսաշրջության վերաբերյալ, որովհետեւ դա առավելապես սահմանահատումների հիման վրա վարվող վիճակագրություն է, բայց ես վստահ եմ, որ եթե մի քիչ ունենանք այնպիսի հաշվառում, որ մեր ներքին զբոսաշրջային վիճակագրությանն է վերաբերում, կարող ենք արձանագրել, որ այս տարիների ընթացքում շատ էական շրջադարձ է տեղի ունեցել նաև այդ ուղղությամբ։ Եվ դուք այսօր նշեցիք, պարոն վարչապետ, ձեր խոսքում, որ վերջին 8 տարիների ընթացքում մեկ շնչին ենք նոր համախառն ներքին արդյունքը $9500 չափ դառնալով Հայաստանում 2025 թվականի արդյունքներով մոտավորապես 2-4 անգամ ավելին է, քան 2017 թվականներ, սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ մարդկանց եկամուտները ավելանում են, որքանով մարդկանց եկամուտները ավելանում են, այնքան զբոսաշրջությունը նաև ներքին դառնում է ավելի հետաքրքիր հանգստի անցկացման ձև, եւ սա նույնպես մի պոտենցիալ է, որը մենք պետք է առաջիկայում լրջորեն եւ խրախուսենք եւ նաև դիտարկենք մեր բոլոր որոշումներում։ Կարծում եմ, որ պարոն Պապոյանը իհարկե ժամանակի սղության պատճառով չանդրադարձավ այդ հարցին, բայց մենք առաջիկայում այդ հարցերին ավելի շատ ուշադրություն հրավիրելով պետք է կարողանանք իրացնել այդ պոտենցիալը։ Մենք այսօր կարող ենք Հայաստանում բազմաթիվ ուղղություններ նշել, որոնք որ առավելապես զարգանում են նաև ենթակառուցվածքի տեսանկյունից հենց ներքին զբոսաշրջային հոսքերի շնորհիվ։ Արդեն Դիլիջանում գաղտնիք չի, որ տարվա ընթացքում երևի շատ քիչ օրեր են, ոչ թե ամիսներ են, երբ որ հնարավոր է ազատ հյուրատուն գտնել կամ Ենոքավանում կամ Գորիսը դարձել է այնպիսի ուղղություն, եւ եթե մենք այդ միջավայրն ենք դիտարկում, այնտեղ հիմնականում ներքին զբոսաշրջության հաշվին է դա տեղի ունենում եւ ոչ թե ներգնա, ես կարծում եմ, որ մենք սա էլ է մի ուղղություն, որ պետք է առավել մեծ ուշադրության կենտրոնում պահելով իրացնենք այդ պոտենցիալը։ Այո, պարոն Խաչատրյան, շատ ճիշտ է դիտարկում է, այստեղ ես անձամբ գոնե կամ մեր ընտանիքի անդամները այս տարի մի քանի դեպքով առնչվել են հյուրանոցի համար գտնելու խնդրի հետ եւ դա իրողություն է, նախորդ օրն էլ ջերմուկում էինք եւ ես մի քանի անգամ հարցրեցի եւ հավաստիացա, որ իսկապես ամանորին օրերին գոնե հունվարի 3-ի դրությամբ ջերմուկում ազատ հյուրանոցային համարներ չեն եղել եւ այդ զարգացումը շատ էական եւ կարեւոր է, բայց նաեւ ճիշտը պետք է ասենք, որ մարդիկ բարձրացնում են հետեւյալ հարցերը, որ շատ դեպքերում
օրինակ գնալ որևէ այլ երկիր, հանգստանալ, վերադառնալ ավելի էժան է, քան Հայաստանի Հանրապետությունում։ Իհարկե, այս դեպքում ես ենթադրում եմ նաև առաջարկ պահանջարկի գործոնը դեր ունի եւ երբ որ հյուրանոցային կարողությունները մեծանան, գուցե նաև շուկան որոշակի կարգավորումներ կբերի եւ սա էլ ուղղությունն է, որի շուրջ մենք քննարկել ենք, որ մտածենք, թե արդյոք ինչ որ բան ունի, որտեղ այդտեղ փաստ չի։ Բայց դա թեմա է, որը մենք պետք է վերլուծենք եւ գուցե որոշակի հետեւությունների հանգենք։ Շատ լավ, հարգելի գործընկեր, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, իսկապես սա մի ուղղություն է, որը առնչվում է տարբեր գերատեսչությունների եւ պարոն Պապոյանը իր խոսքում անդրադարձավ մշակութային ուղղությանը, որը զբոսաշրջության թերևս ամենապահանջված ուղղություններից մեկն է եւ նաև անդրադառնալով նիստի առաջին հարցին, մենք իրականում այս տարիների ընթացքում մի երևույթ էլ ենք դիտարկում, որը մշակույթի ոլորտի տնտեսականացումն է եւ սա էապես փոխկապված է նաև զբոսաշրջության ոլորտի զարգացումների հետ ու թույլ տվեք ասել, որ այստեղ ես էական եմ համարում կառավարության քաղաքականությունը, թե ներդրումների ծավալի իմաստով, որովհետև մենք այն ներդրումները, որ անում ենք օրինակ հուշարձանների վերականգնման ուղղությամբ եւ միայն 22 թվականի համեմատ 25 թվականին մենք ավելի քան 6 անգամ ավել բյուջե ենք ծախսել հուշարձանների վերականգնման համար, շուրջ 1.38 միլիարդ դրամ եւ այս պահին մեր երկրում վերականգնում են 48 հուշարձաններ, ինչը աննախադեպ ցուցանիշ է։ Մենք ավելի քան 940 միլիոն դրամի ներդրում ենք արել թատերահամերգային կազմակերպությունների կապիտալ ներդրումների ուղղությամբ, որոնք լուսային, ձայնային այլ սարքավորումներ են, արդիական նոր հնչողություններ են, որոնք նաև պարոն վարչապետ ձեր նշած միջոցառումների կազմակերպման որակի վրա էական ազդեցություն ունեն, եւ սա մենք տեսնում ենք առաջին հերթին մեր մշակութային հաստատությունների սեփական եկամուտների աճի տեսքով, որտեղ եթե մենք համեմատում ենք մեր օրինակ թանգարանների սեփական եկամուտները, դրանք ավելի քան կրկնապատկվել են 2022-ի համեմատ։ Եվ սա նշանակում է, որ այս քաղաքականությունները ունենում են արձագանք, ունենում են ազդեցություն եւ դրանք երևում են թե զբոսաշրջության ոլորտի ցուցանիշներում, թե մշակույթի ոլորտի ցուցանիշներում եւ այստեղ մենք ունենք շատ ստերեոտիպեր, որոնք կոտրվում են, բայց կարիք կա բարձրաձայնել, որ դրանք կոտրվում են։ Օրինակ մենք ունենք տպավորություն, որ ամանորի օրերին ամեն ինչ պիտի փակ լինի եւ մարդիկ որևէ տեղ գնալու ցանկություն չունեն։ Մենք արդեն մի քանի տարի է, որ ամանորի օրերին մեր թանգարանները բաց ենք պահում եւ այցելություններ ունենք։ Հունվարի 1-ին եւ 2-ին մեր 4 թանգարաններ ավելի քան 700 այցելու են ունեցել եւ սա նշանակում է, որ մենք պետք է նաեւ մեր գործունեության մոտեցումները վերանայենք եւ այդ իմաստով նաեւ վերափոխման դոկտրինը եւ զբոսաշրջության ռազմավարությունը ուղիղ արտացոլվում են այս քաղաքականություններում։ Շնորհակալություն։ Ինձ համար օրինակ շատ մեծ եւ հաճելի անակնկալ էր, երբ որ դեկտեմբերի 31-ին, խնդրում եմ ուշադրություն դարձեք, դեկտեմբերի 31-ին ժամը 18:00-ին Երևանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճը ըստ էության առանց լեփ-լեցուն է եւ ես չեմ հիշում, որ այդ աստիճան, այսինքն լիքը դահլիճներ շատ են լինում, բայց լցվելու խտություն էլ կա, չէ՞, այնուամենայնիվ, եւ սա շատ բանի մասին է խոսում եւ այդ պրակտիկան, բայց մյուս կողմից էլի ուզում եմ արձանագրել, որ դա երևի ժամանակի հետ կգա, այդ նույն ժամանակ, երբ որ այդ Երևանի օպերայից դուրս են գալիս եւ փորձ են անում որևէ մեծ ցանոց սրճարանում սուրճ խմել, բարձում է որ սրճարանները փակ են, բայց դա էլ երևի տնտեսական որոշակի տրամաբանություն կա, հնդածս, այսինքն շուկան ինքը կորոշի, բայց այդ երևույթները որ կան եւ ձեր նշած վիճակագրությունը իհարկե շատ կարեւոր է, այդ ոլորտում ներդրումները եւ նաեւ կարողությունների ավելացումը բնականաբար իր հարակից պոզիտիվ էֆեկտներն է ունենում մյուս ոլորտների վրա։ Շատ լավ, կան այլ դիտարկումներ։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։